Ողջույն սիրելի հայրենակիցներ, քաղաքական տերորը ուժեղ Հայաստան կուսակցության նկատմամբ շարունակվում է։ Այս անգամ էլ խուզարկության է ենթարկվել մեր կուսակից ընկերների տները։ Երկու օր առաջ խուզարկության էր ենթարկվել իմ հայրական տունը, ծնողներիցս խլել ու տարել էին հեռախոսները, հաշվի չառնելով, որ տարեց մարդիկ են, առողջական խնդիր ունեցող մարդիկ են, կապի միջոցը իրենց համար անհրաժեշտություն է։ Խուզարկության է ենթարկվել նաև իմ նախկին կոլեկտիվի անդամների տները։ Հարցը ոնց հասկացա եղել է այն, որ իբր ես դեռևս իմ պաշտոնավարման ժամանակ իմ գոլեգաներին, իմ ենթականերին հրահրել եմ մասնակցել մեր հավաքներին, ինչը աբսուրդի ժանրից է, որովհետև լավ հասկանում եք պետական ոլորտում այսօր մեծամասնությունը ԿՊԱ-ականներ են ու առնվազն իմ կողմից անմտություն կլիներ մարդկանց հակառակ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հրահրել մասնակցել մեր կուսակցության հավաքներին, անգամ ծիծաղելու է, բայց հասկանալի է պատճառը։ Լավ հասկանում են, որ այսօր մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի շուրջ կոնսոլիդացված է հանրության մեծամասնությունը, որ ունենալու ենք ձայների մեծամասնություն եւ այս կերպ փորձում են պառակտել մեր թիմը կամ լռեցնել, բայց չի ստացվելու, որովհետեւ մեկին ձերբակալելով, կալանավորելով իրենց փոխարեն 10 ավելանալու են, 100 ավելանալու են։ Ու այն փոփոխությունները, որոնք բերելու է մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը, դրանք անխուսափելի են։ Բացի դա, եթե ես վախենալու բան ունենայի, ապա ղեկավար պաշտոնից ազատման դիմում չէի գրի ու չէի միանա ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Ես լավ գիտեի, որ այս ամենը տեղի է ունենալու ու եթե վախենալու բան ունենայի, անմտություն կլիներ մտնել քաղաքական դաշտ։ Բայց ինչպես տեսնում եք, ես մտել եմ ու ոչնչից չեմ վախենում, որովհետև չունեմ ապօրինի որևէ արարք թույլ տված։ Բացի այդ ամենը, ես դեռևս Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալության օրը իմ անմիջական ղեկավարությանը հայտնել էի այն մասին, որ ես միանում եմ այս թիմին։ Չնայած որ ես մշտապես եղել եմ Սամվել Կարապետյանի եւ Կարապետյան ընտանիքի կողքին իմ գիտակից ողջ կյանքում։ Ու իմ սկզբունքներից երբեք չեմ հրաժարվի։ Ոչ մի քրեական գործ չի կարող ինձ հակառակին դրդել, ես իմ հայացքներով, իմ սկզբունքներով միշտ հաստատակամ եմ։ Իսկ ուժեղ Հայաստան պարտադիր լինելու է ու երբեք ոչ ոք չի կարող այդ ընթացքը կանխել։ Ունենալու ենք ուժեղ Հայաստան մեր ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Ուժեղ